Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը մասնակցել է գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով խորագրով երկրորդ աշխատաժողովին, որտեղ հանդես է եկել բանախոսությամբ, կարգավորումներ եւ վարչարարություն պանելային քննարկման շրջանակներում։ Ասոցիացիայի նախագահն անդրադարձել է նոր մեկնարկող քաղաքաշինական ծրագրերի տեմպերի նվազմանը եւ ոլորտի խնդիրներին։ Բանախոսի դիրքորոշմամբ առաջին խնդիրը պայմանավորված է ֆինանսական երկարաժամկետ եւ մատչելի գործիքների բացակայությամբ, ինչպես նաեւ քաղաքաշինության ոլորտում կապիտալի շուկայի բացակայությամբ, իսկ քաղաքաշինական ծրագրերը արժեթղթերի շուկայում ինտեգրելու համար անհրաժեշտ է պետական աջակցություն եւ համապատասխան կարգավորումների ներդրում։ Երկրորդ կարևոր խնդիրը երկարաժամկետ ներդրումային ծրագրերում իրավական կանխատեսելիության բացակայությունն է, խաղի կեսից խաղի կանոնների փոփոխությունը։ Երրորդը ոլորտում արկա վարչարարական խոչընդոտներն են, որոնք էականորեն ազդում են ներդրումային միջավայրի կայունության վրա։ Ներկայացնում ենք Գուրգեն Գրիգորյանի ելույթն ամբողջությամբ։ Եվս մեկ անգամ թույլ շնորհակալություն հայտնել նմանատիպ ֆորմատով միջոցառում կազմակերպելու նախաձեռնելու համար եւ հիրավի պետություն մասնավոր երկխոսությունն է, որ ձևավորում է լավագույն հարթակներ խնդիրների բարձրաձայնման եւ դրանց ուղղությամբ արդարացի լուծումների գտնելու ուղղությամբ։ Ինչի համար քրտին շնորհակալ եմ։ Ինչպես գիտենք բոլորս, կառուցապատումը եւ առհասարակ քաղաքաշինությունը երկրի տնտեսական կյանքում լոկոմոտիվ դերակատարում ունեցող տնտեսական ճյուղ է եւ այդ մասին վկայում թվերը։ Եվ այս ոլորտը լինելով կարևորագույն ոլորտ, ինչպես տնտեսության այլ ոլորտներ եւս ունի իր ուրույն խնդիրները։ Եվ պետք է արձանագրել, որ այդ խնդիրներով պայմանավորված եւ այլ գործոններով պայմանավորված այսօր նկատելի է նոր մեկնարկող քաղաքաշինական ծրագրերի տեմպերի որոշակի նվազումներ, ինչը կառուցապատման ոլորտի գործարար համայնքում առաջացնում է որոշակի անհանգստություններ։ Իսկ ինչով է պայմանավորված տեմպերի նվազման ռիսկերը, որոնք այսօր որոշակիորեն արդեն շոշափելի նկատվում է նոր մեկնարկող ծրագրերի նվազման տեսքով։ Առաջինը պայմանավորված է ընդհանուր առմամբ ֆինանսական գործիքների մատչելիության բացակայության տեսքով, երկրորդ գլոբալ խնդիրը երկարաժամկետ ներդրումային ծրագրերում իրավական կանխատեսելիության բացակայությամբ կամ այլ կերպ ասած խաղի կեսից խաղի կանոնների փոփոխությամբ, երբ ընդունվում են կարգավորումներ, որոնց տրվում են հետադարձ ուժ եւ դրանք տարածում են արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող ներդրումային ծրագրերի վրա, ինչը ներդրողների տեսանկյունից լուրջ խնդիրներ է առաջացնում, եւ երրորդ խնդիրները ըստ էության վարչարական խնդիրներն են, գործընթացների տևողությունը եւ ոչ ամբողջական, ոչ կայուն, ոչ միատեսակ իրականացվող վարչարության մասին է խոսքը գնում։ Մինչդեռ պետք է հաշվի առնենք, որ միջազգային կապիտալը դեպի Հայաստան ներհոսք ապահովելու համար անհրաժեշտ է ոչ շատ բան, ընդհանրապես կայուն իրավակարգ, այսինքն օրենքները, որոնք փոփոխվում են, նորմալ երևույթ է, բայց դրանք չպետք է տարածվեն ընթացքի մեջ գտնվող ներդրումային ծրագրերի վրա, որպեսզի վստահության ցուցանիշը հնարավորինս բարձր լինի, եւ երկրորդ պետք է ապահովել կայուն, միատեսակ եւ ոչ ժամանակատար արդյունավետ բարձր մակարդակի վարչարություն։ Ճիշտ է, այսօր մենք ունենք Urban Gov.am քաղաքաշինական թույլտվությունների էլեկտրոնային հարթակ, որը որոշակիորեն թեթևացրել է կառուցապատողների վարչարական խնդիրները եւ ամենօրյա կտրվածքով այս տեղեկատվական, այս տեխնոլոգիական լուծման խնդիրները, որոնք հայտնաբերվում են գործընկերների, հատկապես քաղաքաշինության կոմիտեի ջանքերով լուծումներ են ստանում, ինչի համար շնորհակալ ենք, բայց խնդիրները ելի շարունակում են արկախված, հատկապես ելի ժամկետների ուշացումների, մարդկային, որոնք հիմնականում մարդկային գործոնով են պայմանավորված, ինչպես նաև թերի կամ ոչ ամբողջական պատասխանների տրամադրման տեսքով։ Եվ հարգելի գործընկերներ, ցանկանում եմ հետեւյալ հարցի շուրջ զրուցենք, խոսենք։ Այսօր գործարարները խորը դժգոհություններ եւ անհանգստություններ են բարձրացնում առայն, որ հանրային իշխանության, հանրային վարչարարության գործընթացում նկատելի է մերժողականության վարքագիծ, այսինքն ոչ ասելը դա ավելի նախընտրելի է, քան այո ասելը, ընդունելիության վարքագիծ դրսևորել։ Եվ դա ինչով է պայմանավորված։ Եթե մի պարզ մտքով արտահայտենք, ոչ ասելը անշարժ տարբերակ է, այսպես ասած, չի ընդհանրում պատասխանատվություն, չի ընդհանրում ռիսկեր, մինչդեռ այոն լավ վարքագիծ, այսինքն բիզնեսակենտրոն մոտեցումը իր մեջ պարունակում է խորը ռիսկեր։ Թե քրեական տեսանկյունից քրեական հետապնդումների, վախերի տեսքով, թե կոռուպցիոն բնույթի կասկածների տեսքով։ Սա լուրջ խնդիր է, որին բախվում են գործարարները ամենօրյա կտրվածքով հանրային վարչարարության գործընթացում։ Օրինակ, ոչը չի ընդհանրում քրեական պատասխանատվություն, ոչը չի ընդհանրում աշխատանքից ազատում, ոչը չի ընդհանրում
հետագայում ռեգրեսիվ հայցի կրման ռիսկեր, եթե օրինակ տնտեսվարողին տվյալ պետական մարմնի աշխատակցի վարչահայտության վնաս է պատճառում եւ հետագայում վնասը հիմնավորվում է, տվյալ պետական մարմինը հետադարձ պահանջի իր իրավունքից որպես կանոն չի օգտվում։ Համենայն դեպս դատալեքսիայում համակարգում ուսումնասիրել են եւ վերջին տարիներին հետադարձ պահանջի ռեգրեսի այս զսպիչ գործիքակազմի կիրառություն դատական հայցերի տեսքով պետական մարմնի կողմից ընդդեմ աշխատակցի պետբյուջեին պատճառած վնասի վերականգնման տեսքով նկատելի չեն։ Իսկ ինչու է այոն ըստ էության ոչ ընդունելի եւ ոչ շատ կիրառել, որովհետեւ այոն, ինչպես նշեցի, ենթադրում է պոտենցիալ քրեական ռիսկեր, պոտենցիալ կոռուպցիոն ռիսկեր, ռիսկերի կանխավարկածներ, ենթադրություններ, կամ եթե սերմ ժամկետներում են այո պատասխանը տալիս, դա մեկնաբանում է, որ ինչ որ մի փոխկապակցվածություն ունեն տվյալ բիզնեսի հետ եւ շատ հաճախ հենց վարչահայտություն իրականացնող պաշտոնյաները այո պատասխանը, որը ակնհայտ ենթադրվում է այո, տալիս են վարչական վարույթի ամենավերջի օրը, ամենավերջի պահին։ Եվ հարց է բարձրացնում գործարարները, ինչու ասում են, գիտեք ինչ կա, եթե 5-րդ օրը ձեզ պատասխանեինք այո, մեզ վրա հնարավոր խոսակցություններ լինեն, որ ինչ փոխկապակցվածություն են տվյալ գործարարի հետ, որ 5-րդ օրն են այո պատասխանը տալիս։ Այ ունենք այս իրավիճակը։ Այստեղ այսօր մենք ես չեմ ներկայացնելու կոնկրետ օրինակներ, կոնկրետ այսօր զբաղվում ենք երևութաբանությամբ, երևույթներն ենք ներկայացնում, որը որ հենց պետություն մասնավոր երկխոսության առանցքն է, որ միմյանց հետ բաց եւ թափանցիկ կարողանանք երկխոսել։ Եվ ինչ լուծումներ ենք մենք պատկերացնում նշված խնդրահարույց իրավիճակների հնարավոր հաղթահարումների հետ կապված։ Լուծումը առաջին։ Այսօր մենք գտնվում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների եւ թվային դարաշրջանում եւ ինչպես նշվեց, արհեստական բանականությունը, մեր պատկերացումները արհեստական բանականության մասին դերևս շատ քիչ են։ Ունենք նաև այս էլեկտրոնային urban gov-ում համակարգ, որը աստիճանաբար եւ ամենօրյա կտրվածքով ել ավելի է կատարելագործում։ Փորձենք հնարավորինս ձեռնպահ մնալ մարդկային գործոնից։ Քաղաքաշինական թույլտվությունների գործընթացում բազմաթիվ գործառույթներ ըստ էության ընդհանրապես մարդու ստորագրությունով է պայմանավորված, որը չի ընդհանրում բովանդակային աշխատանք, այլ ընդհանրապես այլ կառույցների, այլ մարմինների, դրական կամ բացասական եզրակացությունների, տեղեկանքների հիման վրա համապատասխան եզրափակիչ այդ դրանց ինֆորմացիայի հավաքագրման հիման վրա եզրափակիչ վարչական ակտի ձևավորում։ Բայց այնինչ թե օրենսդրությունն է նախատեսում, որ եթե այդ դրական դիրքորոշումները կան, ապա ավտոմատ է դա ենթադրում, որ պետք է թողարկվի, թե ներկայիս թվային տեխնոլոգիաներն ունեն հնարավորությունը ընձեռում։ Եվ այստեղ մի շատ կարևոր ռիսկ եւս կարող է փակվել, այսպես ասենք, դա հնարավոր կոռուպցիոն ենթադրությունների ռիսկն է։ Եթե այդ տեղեկանքների եւ մասնագիտական եզրակացությունները ենթադրում են, որ դրական պատասխան է ենթադրում տվյալ վարչական վարույթով, ապա արհեստական բանականության կամ urban gov-ում համակարգում ել ավելի ավտոմատացման շնորհիվ ինքնաշխատ եղանակով թույլտվությունների, օրինակ շինարարության թույլտվության, ավարտական ակտի շահագործման թույլտվության, շմակ եզրակացության, պետական համալիր փորձաքննության ավտոմատ թողարկումը ըստ էության ձեզ կպահի թե վարչարարի հնարավոր կոռուպցիոն ենթադրություններից խնայի տնտես ժամկետները եւ գործընթացները ավտոմատացված կարգել։ Սա առաջին առաջարկ։ Երկրորդ խումբ առաջարկներ։ Ինչպես նշվեց, այսօր մեր օրենսդրությամբ քաղաքացիական օրենսգիրքը հստակ ունի կարգավորումներ հետադարձ պահանջի ռեգրեսի ինստիտուտի մասով, երբ հանրային վարչահայտություն իրականացնող պետական ծառայող կամ համայնքային ծառայող իրականացնում է վարչահայտություն, որը հետագայում պարզվում է, որ վարչահայտության վնաս է պատճառել բիզնեսին, ապա կամ համայնքն է համայնքային բյուջեի հաշվին այդ վնասը հատուցում կամ պետական բյուջեի հաշվին։ Եվ տվյալ աշխատակիցը չի կրում որևէ պատասխանատվություն։ Եվ սա է, որ ձևավորում է այսպես ասած ամենաթողության մթնոլորտ, որ վարչահայտություն իրականացնելիս չեն մտածում ներքին համոզմունքով գործել, չեն մտածում այո պատասխանը հիմնավոր է, չեն մտածում ոչը եւս հիմնավոր է։ Եվ սա է խնդիրը, որ անհրաժեշտ է կիրառել հետադարձ պահանջի ռեգրեսի ինստիտուտը, որը կլինի զսպիչ, զսպաշապիկ հանրային վարչահայտության արդյունավետության բարձրացման տեսանկյունից։ Երրորդ խումբ առաջարկները միջազգային պրակտիկայում հենց մեր հարևան Վրաստանում, Ֆրանսիայում, Էստոնիայում, Լատվիայում, այլ երկրներում ուսումնասիրել ենք առկա է լրելիային համաձայնության կամ որ նույնն է իրավաբանական ֆիկցիայի արտադատական ինստիտուտը։ Քաղաքաշինական թույլատվական գործընթացներում այս ինստիտուտը չի կիրառվում։ Իհարկե չենք ասում ամեն դեպքում, բայց գոնե այն դեպքերը, երբ չի ենթադրում մարդկանց կյանքին, առողջությանը կամ ընդհանուր շահին վնաս պատճառող դեպքերը, ենթադրվում է նման դեպքերը բացառելով որոշակի մեխանիզմներ կարող են ներդնել, եւ որ օրենքով սահմանված ժամկետի վերջնաժամկետում, եթե չի լինում հիմնավորված ոչ պատասխան որպես վարչական ակտ, այլ ուղղակի ինչ-որ բաժնի աշխատակցի կողմից գրվում է ոչ, ապա դա համարվի այո։
կամ պետք է լինի հիմնավորված այո կամ հիմնավորված ոչ։ Լռությունը համարվի այո պատասխան։ Սա եւս կլինի զսպաշապիկ հանրային վարչության արդյունավետության բարձրացման տեսանկյունից։ Եվ վերջին առաջարկը, որը էլի հակիրճ ներկայացնեմ, վերաբերում է գանգատարկման հանձնաժողովների ներդրմանը։ Տեսեք, ինչպես նշվեց, վարչական արդարադատությունը այսօր ծանր վիճակում է գտնվում, դատական գործընթացները որպես կան 2-ից 4 տարի են տևում։ Եվ եթե բիզնեսը տեսնում է, ներդրողը տեսնում է, որ կա իրավունքի ենթադրյալ խախտում, ունի 3 ճանապարհ։ Ճանապարհ առաջին՝ գնալ վարչական արդարադատության ուղով, որը տևում է 2-ից 4 տարի եւ բիզնեսի տեսանկյունից առհասարակ ընդունելի չէ ներդրողի տեսանկյունից։ Ճանապարհ երկրորդ՝ օգտագործել խնամի ծանոթ բարեկամ հարաբերություններ եւ հարցին տալ լուծում, որը որքանով ես տեղյակ եմ, այս բանը չի գործում։ Եվ տարբերակ երրորդ՝ համակերպվել անարդարության հետ եւ անարդարության մթնոլորտում շարունակել գործընկերությունը, որը արդեն պետություն մասնավոր երկխոսության համատեքստում գործընկերությունից վերափոխվում է միակողմանի կարգադրությունների ֆորմատը եւ գործարար համայնքում առաջացնում է խորը անհանգստություններ։ Եվ տարբերակ 4-րդ, որը եւ հնարավոր է կիրառել։ Դրա փորձը ունեցել ենք նախկինում եւս տեսչական մարմինների միասնական գանգատարկման հանձնաժողովի օրինակը վկա, կարող ենք դա հիմք ընդունել եւ մտածել մի շատ հակիրճ քիչ օրենսդրական փոփոխություններով ձևավորել գանգատարկման հանձնաժողովների ինստիտուտ, որը հնարավորություն կտա բիզնեսին, տնտեսվարողներին առնվազն բարձրաձայնելու վարչահարության վերաբերյալ կայացված վարչական ակտի կամ գործողության կամ անգործության վերաբերյալ իրենց անհամաձայնությունները, իրավական եւ փաստական հիմքերը եւ կոլեգիալ մարմնի արժեվ ներկայացնելով այդ ամենը փորձել իր խախտված, ենթադրյալ խախտված իրավունքի վերականգնման ճանապարհին հասնել։ Շնորհակալ եմ, հակիրճ այսքան։